Բարև ձեզ, եղանակիստեր, բարև ձեզ, այսօր ես կգտնվի համայնքական գագաթ կուսակցության ցանկին տեխնատության շտաբը մեզ հետ է օրիորդ Զեփյուրը այս շտաբի պատասխանում ճիշտ կարակնեցի օրիորդ չէ տիկին Զեփյուրը ես Զեփյուրն եմ 6 երեխաների մայր ասվածավերացτε լավ եկալու 6 երեխայի այսինքն դուք հայ ազգին զինվորներն եք որտեղ հայ ազգը բազմավատկում են դի ողջունելի է նախ ուզեմ հարցնել ձեր ցանկի մասին ճիշտ է որ նախ ուրախ եմ ասեմ ինչպես ձեր ցանկի մասին ավելի ես խանդավառվեցա որտեղ մեր հարևանը Սուրիահայ ռսատը ձեր ավականու անդամ է արդեն ձեր ցանկեն եւ այսօր ձեր տեխնատուն ողջունելի է որտեղ նկատած եմ որ Հայաստանի մեջ ճշտապատաբար սպիրկայերու ներկայությունը նման ոլորտներու մեջ նման դիրքերու վրա շատ սահմանափակ են եւ շատ համեստ դուք Ասկային մոդելչում ունեցաք, կարողացաք ընդգրկել սպիրկայի տեխնազումը, ինչպես եւ ինչու այդպես բադաձ է, խնդրեմ։ Ուրեմն համահայկական ճակատ կուսակցության կարևորագույն գաղափարախոսությունը այն է, որ համախմբել այս 6 ազգանվիրական գաղափարի շուրջ ամբողջ հայությանը, ինչպես նաև հայ ազգի բարեկամ ազգությունների, այս թվում նաև եզդի ազգի ներկայացությանը։ Իսկ սփյուռքահայ ավականիները բնականաբար մեզ հետ մեր տեխնատուի հետ գնում են ընտրության եւ սփյուռքահայ ավականիներ եւ եզդի ազգի ներկայացուցիչ։ Դուք ինչպես գրնակ ներնեգասնի, ինչպես կպատկերացնեք ձեր կուսակցությունը Հայաստանի քաղաքական իրականության մեջ, գիտենք որ Հայաստանի մեջ կուսակցությունները շատ են, այսինքն մարդ դժվար է որ նույնիսկ անունները հիշե։ Դուք ինչպես կտեսնեք ձեզի ընդդիմադիր, միջակ, ավելի իշխանության կողմնակից, ինչպես կպատկերացնեք ձեր կուսակցության ոգին ասիովարումով։ Մենք բացարձակ ընդդիմադիր կուսակցություն ենք։ Նախ ասեմ, կուսակցությունը հիմնադրել է գեներալ պարոն Աշակ Կարապետյանը, որը պայստազորի գեներալ մայոր է, ինչպես նաև կուսակցության անդամները բոլորը պայստազորի սպաներ են։ Մարդիկ, որ անցել են ճակատամար պատերազմը, մարդիկ, ովքեր ունեն անթերի անցյալ որպես զինվորականներ։ Իսկ զինվորականը բացի չի կարող իշխանամետ լինել, որովհետև իշխանամետ իշխանության ավելի նեղ, որովհետև կան զանազան ուղղակի Չէ, մենք իշխանության ավելի իշխանությունը չունի եւ չի թողել այդպիսի հնարավորություն, որ մենք կարողանանք ավելի մեղմ վերաբերվենք։ Մենք հայամետ ենք։ Մեզ համար մեր հողն ու հայրենիքը մեր ժողովուրդն է կարևոր։ Իսկ թե ինչպիսի իշխանություն ենք ուզում ունենանք, դա մեր պայքարն է։ Այսինքն զինվորականը երբ կանգնել է խրամատում եւ պայքարել է մեր լինելության հարցում, պատկերացրեք, եթե ինքը թույլ լիներ ու փափուկ լիներ։ Արդյոք մենք այսօրվա անգամ այս մի փոքրիկ հողը կունենայինք։ Այսինքն շատերը գսեն որ իշխանությունը ապասկային է որոնց կարգի դիարգը ես դառոտ նորություն չեմ դար բոլորը կոլիցի գդեվին ես այս իշխանությունը գսեբեմ ապասկային դու գսիկ մենք հայամետ ենք այսինքն դու նույն գարձիկին եք այդտեսակի որ իշխանությունը հայամետ չէ կամ ապասկային է այս իշխանությունը ինչպես կվոլակեք ասի առաջին հարց այս իշխանությունը ազգադավ դավաճան հողատու Ես ձեզ մի բան կասեմ, օրինակ տեսեք, ես 5 տարի ինձանից պահանջվեց, որ ես կարողանայի եռաբլուր գնալ։ 3 կապիտուլյացիայի 5 տարիներ, եւ ես առաջին անգամ, երբ ոտք դրեցի եռաբլուրում, դա ինձ համար անբացատրելի ծանր էր։ Ես մի ամբողջ գիշեր արտասվել եմ։ Ես մի բան գիտեմ, որ յուրաքանչյուր ոք ով եղել է գետ 1 անգամ եռաբլուրում, ինքը չի կարող այս իշխանությանը ընդունել ու ներել։ Հարց երկրորդ տեսիք, որ այս իշխանությունը չի թողեց, որ իրեն հանդեպ մնաք նոր։ Արդյոք այս իշխանությունը իսկապես, որ ինձ կգրճակե ժողովրդավարության չաղագիր, ախոյան, բաստիոն, արդյոք ձեզ հանդեպ կամ ընդդիմադիրներուն հանդեպ դուք կնկատեք հանդուրժող այս իշխանությունը, որ եկավ, սիրով համերաշխության դարքախոսներով Ես կտեսնեմ ասնամես հագարակ անտագոնիզմ, անհանդուրժողականություն, թշնամանք
իրարու չհանդուրժել։ Դուք ինչպես կտեսնեք իշխանության վերաբերյալ։ Այս իշխանությունը ես որակում ազգադավ, ես որակում եմ որպես եկեղեցի ատ, եթե հայ առաքելական եկեղեցին այսօր փորձում են գլխատել, եթե եկեղեցում բերել են եւ անգամ եկեղեցում են իր չարի որոմները տարածել, եկեղեցում անհանդուրժողականություն է բերել, ազգը բաժանել է, ինքը իշխանությունը մտավ մարդկանց անձնական տարածք, քանդում է ընտանիքներ, ոնց կարող ես որակավորել իրեն լավ առումով։ Միանշանակ որևիցե մեկին չի այդպիսի մի ուժ չկա ընդդիմադիր կամ անհատ, ով այս իշխանության պատճառով դժուժ չլինի եւ ես որպես առաջին հերթին հայուհի եւ որպես այս Հայաստան աշխարհի քաղաքացի եւ Էջմիածին քաղաքի բնակիչ միանշանակ ես դեմ եմ այս իշխանությանը եւ հենց դա ինձ ստիպեց որպեսզի միանամ համահայկական ճակատ կուսակցությանը որովհետեւ այստեղ նորից եմ կրկնում մի գաղափար կա, դա հայրենիքն է, որը հայն ու հայրենիքն են, այսինքն չենք կարող տարանջատել, մեր հայրենիքը, դուք գիտեք, դարերով ի վեր հայը մաքարել է իր ապրելու համար, ամեն անգամ նման իշխանությունների պատճառով ոչ ի նպաստ մեզ որոշումներ է կայացրել, պատրվակով, որ մենք պետք է գոյատևենք Գուցե անցյալում դա ընդունվել է, բայց 21-րդ դարում, լուսավոր դարում, զարգացած դարում փորձում են քեզանից քո ինքնությունը խլել, քո եսը խլել ու քեզ վերացնել, վերածելով ստրուկի, դա աններելի է, դա փոքրοκություն է, դա վախկոտություն է, դա չի կարող ավելի լինել, քան ողորմելի մուրացկանի կյանքով ապրելը, իսկ հայ ազգը, հայը միշտ պայքարող է եղել, հայի ոգին, հայի տոկունությունը, ամբողջ ազգերով մենք այսօր աշխարհի ամենահին ազգերից մեկն ենք եւ այսօր աշխարհասփյուր հայը պահելով իր ազգային դիմագիծը ապրում ու մաքարում է տարբեր ազգերի, տարբեր կրոնների հետ։ Տեսեք, պարոն Պետրոս, դուք ինքներդ ապրել եք արաբների մեջ, այսինքն մուսուլման ազգերի մեջ։ Ոչ Լիբանանը հավասար քրիստոնյա եւ մուսուլմաններ։ Համաձայն եմ, Լիբանանում եւ հավասար քրիստոնյա եւ արաբներ են, բայց դուք պահել եք ձեր ազգային դիմագծերը, այսինքն դուք չեք գնացել դարձել լիբանանցի, արաբ, քրիստոնյա, այլ հենց պահել եք ձեր հայ ազգային տեսակը, որտեղ լիբանանցի քրիստոնյան դա մարոնի, այսինքն կաթոլիկ եկեղեցու հետևորդն է, բայց դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդն եք, դա խոսում է ինչ, դա խոսում է մեր գեների, մեր ամրության, մեր տոկունության, մեր կամքի ուժի մասին, որ մենք այո պայքարում ենք եւ չենք ազդում, այսինքն հային բնորոշել կոնկրետ մի անունով դա ճիշտ չի, որովհետեւ հայը ինքը պայքարող է, հայը ինքը չհանձնվող է, հայը ինքը իրա մի թիս հողի համար ոտաբոբի գնացող է։ Ցավոք սրտի մենք հայերս հեշտ կյանքով չենք ապրել ու չենք էլ ապրում մինչև այսօր։ Հասկանալի է։ Միշտ նկատված է, որ ընդրություններում, մանավանդ ընդրություններում եւ նույնպես ազգային ժողովի ընդրություններում Հայաստանի մեջ դոգոսը 50-50% բաղաս է, այսինքն նույնիսկ ընդրությունները 49% եւ այլն 50% չէր անցած։ Վերջին ընդրություններում Երևանի մեջ 900 ես իրենց կոչեմ 9% քաղաքացիական պայմանագիրը եւ բարոն Ամենյանը համագերբեցան նախագահությունը ստանձնել հաղարակ որակը ստացել 900 Սակայն ըստ այս երևույթին այստեղի Էջմիածնի ընդրությունը շատ բարձր պիտի ելա եւ անի քաղաքացիական պայմանագիրին վնաս է որտեղ ինքը կնախընտրե որ մասնակցությունը քիչ լա pedagogan լեզակներով ինքը մի կերպ ասի Սակայն ինչու արդյոք այս տայմինգը ընտրեց որպես եկեղեցին որ այսպեսի արշավ կազմակերպե որ մանավանդ Էջմիածնի մեջ որ Էջմիածնցիք շատ ուժեղ իրենց մայրաթորին դարձած են իրենց ոգին է որ գխետանե իրեն դեմ մարդիկ կվերգերու այսինքն մի խոսքով քաղաքացիական պայմանագիրը եւ իշխանությունը գարդես իր ցանկը այրեց այս սխալ կայլով ձեր կարծիքով ինչու այս տայմինգը ընտրեց այսպեսի տայմինգ որ իրեն շատ վնասակար էր Տեսեք
ինչի ընտրություններին ճիշտ եք ասում, որտեղ տարեց տարի հատկապես վերջին 30 տարում մարդկանց մեջ մարել է հավատքը, մարդկանց մեջ վստահությունն է մարել, այսինքն ամեն ընտրությունից ընտրություն հիշում են մարդկանց, գնում են եւ խոստումներ են տվել եւ ցավոք սրտի այս խոստումները որևիցե իշխանություն չի կատարել, մարդիկ էլ չեն հավատում, այո, չեն էլ ուզում, շատերի համար դարձել է սովորական մի բան ամեն օրվա խնդիրները, որտեղ մարդը ամեն ինչի հետ համակերպվում է, ցավոք սրտի։ Իսկ ինչի հիմա պետքա բոլորով կանգնենք, այո ճիշտ ասեցիք, 21 թվականին քաղաքացիական պայմանագիրը հաղթեց, որովհետև մարդիկ դուրս չեկան ընտրելու, իսկ ովքեր էլ եկան իրանց իշխանական լծակների օգտագործելու արդյունքում եկան։ Բայց գներեք նույնիսկ վերջին լուծամ որ Վարշավեդը գսել որ երկաթի մանդատ ունին ինքը փաստորեն 26.7 արարության արած էր, այսինքն ոչ թե 51 արարի որս երկաթի մանդատ կամ 80 արարի, ինքը ըստ Հայաստանի մեջ 26.7-ը, այսինքն մեծամասնություն չի կրնար հայտնել, որտեղ ինքը 26.7 է, ինչ կսեք։ Ես ինքս բազմաթիվ ամենը ուժեղադեն է այսինքն։ Հիմա տեսեք, շատ կարևոր է, որպեսզի մեր Էջմիածնի թիմ ընտրություններին, ինչի համար ես հորդորում եմ, խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին, որ անտարբեր չլինեն մեր համայնքի խնդիրների առաջ, սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ, անտարբեր չլինեք, բոլորով դուրս գաք, գնաք ընտրության, մասնակցեք ընտրության, որպեսզի ձեր քվեն չկորցի, որպեսզի մենք կարողանանք մեզ արժանի ազատությունը ամրացնենք, որովհետև այսօրվա թիմ ընտրություններից է կախված վաղվա մեր հայրենիքի կարևորագույն ընտրությունները, որ շատ կարևոր է այսօր մի կողմ դնել ամեն ինչ, մի կողմ դնենք մեր բոլորի վիրավորվածությունը, որը ես հասկանում եմ, մեր բոլորի չվստահությունը, որը նույնպես հասկանում եմ եւ գնանք ընտրենք, որովհետեւ յուրաքանչյուրիցս է կախված մեր հայրենիքի լինել չլինելը։ Շատ ես այդին հորդորը արած եմ տեղես վիդեո իդեմ իշերը վիր, սակայն գներեք որ ծայնս հասցնեմ, չանացիմ չես, անգամ և ես հադուկ վիդեո մները ասում ուջամ, կոչում եմ, ես միադիցիկ ծերծավոդ անեմ, անգամ ես կգրտեմ, մի ասեք որ ոչի պան չի կողվելու, քաղաքացիական պայմանագիրն ամեն ուժեղ զենքը դուք կդառնաք, այն անցը որ դուրը գլեսի և չի կվեարգել, ինքը դե ֆակտո դե յուրե կորզականը մեզ կվեարգել այս իշխանության, իմնակ դունա Ընտրեցեք ցանկեր, որը մենք ցանկոր գուզեք ընտրեք, իհարկե բացի թիվ 3 եւ թիվ 7-ը, ընդդիմադիր ցանկեր, բոլոր ցանկեր ընտրեք, որովհետեւ ես համաձայն եմ։ Իսկ ամենագեղող հարցում որ ամեն մարդ կարծում է եւ ամեն քաղաքական վերլուծաբան եւ ամեն ասնդրությամբ հետաքրքրում գա շատ ժողովրդական հարցում է։ Եթե օրլագի մարդուկ վստահ որ ասնդրությամբ 50+1 հաղթանակող պիտի չի լինի, 8 ցանկ կա եւ բոլորը պիտի բերեն համեմատական դողոսներն ադի շատ տեստակ է։ Դուք վստահ որ ունենաք ձեր դողոսները հաջողություն ձեզ, եթե չի հասակ այնտեղ, դուք ինչպես է ձեր հարաբերությունները այլ ցանկերու հետ եւ արդյոք պատրաստ եք կոալիցիա կազմելու այլ ցանկերու հետ, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը չի հասնի Էջմիածնի քաղաքապետարանի նախագահության, ինչ որ պետք է ձեզ համար լինի Գարմիրքից։ Մենք որպեսզի չանցնի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մենք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելու ենք։ Դա ցույց կտա արդեն 16-ից 17-ին ընկած մեր բոլոր քվեների արդյունքում։ Իհարկե, ցանկալի է, որ մենք հաղթենք եւ որովհետեւ մեր տեխնացուն Պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանն է, ով իր ծառայության 25 տարին ապրել է բանակում, այսինքն 15 տարի եղնիկներում, 10 տարի Վարդենիչում, Քելբաջարում ու Այսօր այստեղ չի մեր տեխնացուն, որովհետև հեռուստաընկերության հյուր էր գնացել։ Այո, բանավեջներ։ Մեր գնդապետը անգամ հանդիպումների գնում է համազգեստով։ Մեր պաստառները մեր գնդապետի համազգեստով է, որպես գնդապետ։
Այսինքն մարդ, ով անցել է բանակի ամենածանր օրերը, ով 18 տարեկանից խրամատում, անձրևին, քամում, փոթորկին, ամեն ծանրություն, ամեն դժվարություն հաղթահարել է, ոչ միայն իրական թշնամուն է հաղթել, այլ նաև բնության տարերքներին ու չի նահանջել, դասալիկ չի եղել, հետ չի եկել, հետ նահանջ չի արել, մենակ նա կարող է հաղթել ու հաստատել խաղաղություն վերջապես մեր տարածքում, մեր Վաղարշապատ եւ Խոյ համայնքներում մեր բնակիչները բազմաթիվ խնդիրներ ունեն։ Այս բազմաթիվ խնդիրները կամանց պետք է լուծվեն։ Քայլ առ քայլ։ Իսկ դրա համար մեզ շատ է պետք նվիրյալ։ Եվ ասեմ ավելին, որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ մեր թեկնածուն ունի երկու բարձրագույն կրթություն։ Այսինքն բարձրագույն կրթությամբ Պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը ունի բավարար գիտելիքներ, որպեսզի կարողանա ճիշտ կառուցողական համայնք ղեկավարի։ Հասկանալի է, վերջին իշխանական կառուցությունը նաև հաստատ է արտասահման իր ժողովրդներուն, որ մեզ ուզում համոզել, որ եւ ինքը ըստ երևույթին գծելակրե, որ մեր պաշտպանության բյուջեն նվազեցնե, այն երևակայությամբ իհարկե իշխանությունը չեմ գիտեր, որևէ բան որ գսե չես կարող վստահել, որովհետեւ քեզի կվստահես, որ ամեն ինչ կարգի դե վերջին օրը ինչպես պատերազմի դեսան կարողությունները, որ հաղթելու ենք ժողովրդին այդպես կինովցուց վերջին օրը հեսա որ ժողովրդի չեք խոսում, մեր բանակը շրջանցված է, իշեք այդ օրը որ բոլորը շոկ եղանք, հիմա մեզի ուզե գներեք, միայն գներեք, այո, այսօր օրն է, և հիմա մեզի կհամոզե, որ արդեն խաղաղությունը երաշխավորված է նախագահ Տրամփին միջոցով շնորհիվ, որ Հայաստան օրը չի գիտեր, եւ կձեռագրեք պետական բյուջե պաշտպանության նվազեցնել, ինչ կուզեք ասել, եւ իրենը նաեւ կցանակցի դեսպյուրքի մեջ իր զինագիծները։ Ես անկեղծ ասած, քանի որ մենք թիմ ընտրություններով ենք զբաղվել եւ ոչ պետական իշխանական, ես կարող եմ զերծ մնալ պատասխանից, որը կարող է կոպիտ լինի, այո, որը կարող է կոշտ լինի։ Ես միայն կասեմ, որ քաղաքացի գահավատակ, որ ինքը մենք խաղաղություն պետք է ունենք, իբր քաղաքացի, հիմա չեմ ուզում որ ցեր խոսքը ներկայացնե այս ցանկը։ Իբր բաց քաղաքացի։ Ինչպես բաց քաղաքացի ես չեմ հավատում։ Այո։ Ես դեռ 18 թվականի սեպտեմբերին, երբ տրանսգենդերը բարձրացավ խորհրդարան եւ իրեն խոսք տրամադրվեց եւ ինքն այնտեղից առանց ամաչելու իրեն ցեղասպանված եւ չգիտեմ ինչ համարեց, ես հենց այդ ժամանակ հասկացա իմ մեր սարսափելի քայլի հետևանքները։ Ցավոք սրտի ես նորից եմ ասում, որպես քաղաքացի անզոր եղա ինչ որ բան փոխելու, ցավոք սրտի չկարողացա ներել ինձ մինչև այսօր, որ ես թեկուզ ոչ իրան ընտրելու համար, այլ հենց ուղղակի փողոց դուրս գալու համար ես միացել եմ։ Բայց բոլորս փողոցական այդ բանակային, որովհետև մեր նպատակը ոչ թե վարչապետ Փաշինյանը իշխանությունացնելն էր, նախկին ռեժիմը հեռացնելու էր, սակայն մեծ սխալաներ, որ անգետ ժողովուրդը խանդավառված շատ շտաբեց եւ հանգարց ընտրեց ամենավատ ընտրանքը։ Մենք ընտրեցինք չայրագույնը։ Բայց հեսա ուրեմն դες պետք չէ մոդենալ, դու օրնագի համար Հայաստանի մեջ եւ աշխարհի մեջ հասկացողությունա որ ընտրենք չարած փոքրակույնը որ միշտ դառնա ավել։ Ինչ կուզեք ասել։ Մենք ընտրեցինք չայրագույնը։ Միշտ այդպես ու վերաչանա, այսինքն վերջին հարցումս ինձ ծեր Քարոզչական մեքենան արդյոք ռեսուրսները բակաս ունի, որտեղ շատ կներեք իմ հարցումս քիչմեն թողչի համարվի նախադական շատ չեմ նկատած ծեր ձանությունները, ծեր քարոզչությունը դակավին մեր շրջաններում մեջ, այսինքն ծեր ցանը հատկանը հասանելի չէր։ Ինձաբար գներեք ներողություն խնդրեմ, ծեր ցանը տիպազով կիցա, որովհետև ծեր նկարները, ծեր ձանությունները հատկանը դարազված չէին։ Արդյոք դուք ռեսուրսներով խնդիր ունեիք, ինչ է պատճառը, որ ծեր քարոզչությունը հատկանը ուժեղ չի հնչում։ Քանի որ մենք պետական ռեսուրսներ չունենք, որ անթիվ անհամար պաստառներով եւ անթիվ անհամար շտաբներով կարողանանք ծխսել այդ ամբողջ գումարը, մենք մեր ռեսուրսները ինչքան մեզ թույլ տալիս է, ինչքան կարողանում ենք, այդքան անում ենք։
Դրա փոխարեն մեր տեխնացուն տնից տուն յուրաքանչյուր անհատի հետ անձամբ մոտենալով է խոսում եւ կպչում յուրաքանչյուր սրտին։ Տեսեք, մեր ճանապարհը, որով մենք հիմա անցնում ենք, ոչ ոք մեզ համար վարդեր չի փռել այդ ճանապարհի վրա։ Այդ ճանապարհը շատ դժվար է, քարքարոտ է, ծանր է, հոգնեցնող է, յուրաքանչյուր փողոցից փողոց, տանից տուն, մարդկանց հետ հանդիպել, մարդկանց սրտին կպնել, մարդկանց հետ խոսել, մարդկանց բացատրել, հավատքը վերականգնել, դա շատ դժվար է եւ յուրաքանչյուր քվե, որը մեզ հասնելու է, դա մեր քրտնաջան սիրով արված աշխատանքի արդյունքն է։ Յուրաքանչյուր ոք, ովքեր այս պահին այս կառույցից ներս գտնվում է համայնքական ճակատ կուսակցության ներսում եւ կանգնած է այսօր մենք ավականիներով կանգնած ենք մեր տեխնացուի կողքին, յուրաքանչյուրը մեր ոչ թե ունեցածից պավելն ենք տալիս, մեր ամբողջ ունեցածն ենք տալիս։ Դա նշանակում է, որ մեր սերը, ուշադրությունը, ընտանեկան դա է մեր ռեսուրսը։ Յուրաքանչյուրիս ընտանիքը մեր տան անդամները մեզ չեն տեսնում։ Առավոտից իրիկուն ես ինքս ունեմ 6 երեխա, որից 2-ը փոքրիկ են, անչափահաս են։ Մեկը 3 տարեկան չկա, մեկը 6 տարեկան։ Այսինքն այս պահին իրանք հիվանդ են, բայց ես այստեղ գրասենյակում եմ, որտեղ շատ կարևոր է, որպեսզի որ վաղ իմ երեխան լավ ապագա ունենա, ավելի լավ բարեկարգ քաղաքում ապրի, ավելի լավ պայմաններով ապրի, ես այսօր գնացել եմ, իսկ այստեղ յուրաքանչյուրը անկախ իրեն, ինչպես ասեցի, բոլորը սպաներ են, իսկ իրանք պատերազմ անցած ամեն տեսակի ցավ տեսած մարդիկ են, իսկ հենց մենակ նրանց առողջական խնդիրները, որ այսօր որպես սպաներ պետք է հանգիստ վայելեն, բայց այսօր եկել են հայրենիքի կողքին են կանգնում, որպեսզի հայրենիքը իրանց ձեռք բերած այդ փշուր մնացած հայրենիքն էլ չկորցնեն, այսօր բոլորը գնում են այդ քայլին։ Այսինքն տեսեք, մենք ունենք մեզանից յուրաքանչյուրը իր հետևում ունի մի ամբողջ ընտանիք, ովքեր որ սիրով հանդուրժելով, գիտակցելով իրենց հայրերին, իրենց մայրերին թույլ են տալիս քայլել մեզ հետ, որի համար շնորհակալ եմ։ Հասկանալի է, իսկ ինչպես կնկատեք, արդյոք իշխանությունը պետական լեզակներով օգտվում է, արդյոք բոլորին հավասար արիտ է դրվի, չէ՞ խնդրականություն կմանան, որ այսօր քաղաքապետարանի նախագահությունը, պատկանի քաղաքացիական պայմանագրերի իշխանության արդյոք կարողանում եք դուք ցերցաներ հասցնել, չէ՞ դաղավին իսկում եք որ պետական լեզակները ցեզի բավական ցեզանից զրկում են եւ դիմացին ունի արդեն մի արավելություն, որ սկզբում բեք չունենա, հավասարի չի գա, ինչ որ տեսնում եմ այս զանությունները, ինչ որ լսեցի չեմ գիտեր ինչքան ճիշտ է, որ քաղաքապետը իրավունք ունի ինչքան ուզի զանություններ տալու իր ցանկին, իսկ մյուսներ հազիվ 1 կամ 2 զանություն իրավունք ունին, լսած եմ որ որոշ փեմեր, թատրոններ օրինակի համար դրամատրվում է քաղաքացիական պայմանագիր, իսկ ուրիշներուն ուրիշ պատճառներով մերժվում են, մեզ ինչ սապանեք։ Անկեղծ ասած դուք ամեն ինչ լսել եք, դա ճիշտ է, դա իրականություն է։ Եվ իմ կողմից ավելացնել իմաստ չունի, որովհետև ոչինչ չի դա, պարզվում է ոչինչ չի վրիպում եւ բոլորը լավ տեսնում են, լավ հասկանում են բացահայտ արվող խախտումները։ Վերջին հարցումս հետաքրքրական է, զարմանալի հատկանշական է, որ ես հնարավոր է ոնց որ քաղաքացիական պայմանները գիտեմ, որ եթե շատ աղմուկ լինի, եթե շատ խանդավառություն լինի, իրանի նվաստը իր զենք ինչպես ասենք, անդարբերություն եւ ասնդրությունը ժողովուրդը չի լագրվի։ Ես կնկատեմ, որ քաղաքացիական պայմանագիր եւ բիզնեսի հանրապետությունը այսպես low profile մնացել, չի դեսա իրենց մոտ ուժեղ քալոշություն, իրենց մեքենաները ոնց որ լուր են, այսինքն հետաքրքրական որ քաղաքացիական պայմանագիրի մեքենան շատ աննկատել, կամ ես չեմ նկատած, արդյոք այդպես էր, ես չեմ նկատել, որտեղ ես ավելի գետևի ինտիմատիվ, օրինակի համար շատ տեսնում եմ գներեք ուրիշ ցանկեր, Մայր Հայաստան տաշինք եւ հաղթանակ տաշինք, իրենց մեքենաները շատ ուժեղ շարժում են, իսկ քաղաքացիական պայմանագիրը ոչ։ Տեսեք, Մայր Հայաստան դաշինքը եւ հաղթանակ դաշինքը իրենք ոչ մի վատ անցյալ չունեն, ինչի համար լռեն։ Բայց բավական ուժեղ մեքենաներ ունեն այս, շատ կազմերված են, այսինքն
Ես կգարձեմ, որ քաղաքացիական պայմանագիրը գունենա այդպես աշխուժ մեկենա, ինչպես Մայր Հայաստանը կամ Բայց քաղաքացիական պայմանագիրը այսօր միայն իր իշխանությունն է օգտագործում։ Այսինքն իշխանությունն է օգտագործում, որտեղ ոչ թե մասնակցում են սիրո, այլ պարտադրանքով, որովհետև մարդիկ աշխատում են, մարդիկ տուն են պահում, վերջապես այս մարդիկ տանը փոքր երեխաներ ունեն, մեծահասակ ծնողներ ունեն եւ իրենք ստիպված պետքա գնան այդ քայլին, իսկ դա գալիս է միայն լռելու։ Ուղղակի լուր քայլում են, բայց ոչ ոք չի խանդավառվում, ոնց որ ասենք ես եմ խանդավառվում, երբ ասում եմ համար 2։ Ուրեմն անգամ եւս գնանք մի հատ տեկեք վերջին կոչը զուգեմ եւ փակենք, մի հատ էսպես տեկեք, որտեղ ուզում եմ։ Շատ շնորհակալ եմ, անգամ եւս ինչ որ ասավ դիգին զեպյուրը քաղաքացիական պայմանագիրը իր գողքին ունի պետական լեզակներ։ Ամեն անց որ դու նստի ուզեք ամչուզե քաղաքացիական մեզ կքվյալի քաղաքացիական պայմանագիրի։ Էշմիածինի քաղաքացիք դունի մի մնաք։ Ամեն անց որ դու նգմնա անդարբեր կնշանակի որ ինքը հանձնված է։ Եվ խոյ համայնքի բնակիչներ։ Եվ խոյ համայնքի բնակիչներ բոլոր Մագարշավատ եւ խոյ համայնք մասնակցեցեք մեծ քանակությամբ ընդրեցեք բոլոր ցանկերը բացի TV 3-ը եւ TV 7-ը չեմ գիտեր թե ուշտեղ ներկայացված է շատ շնորհակալ ենք Զեփիր ջան այս շատ անգամ եւ սրտապուխ բանին վերջին հարցումս դուք որ գներեք վերջին հարցումս եւ ցեզի գտակեք մեդիա բլոկադա ցեզի հետ մեդիան ինչպես է վերաբերում խնդրեմ հրամեցեք Մեզ այդ մեդիան շատ հարգանքով է վերաբերվում։ Այսինքն ցեզի դեր բալու այդ իմաստով։ Այո, մեր տեխնացուն ամեն օր հրավերքներ է ստացվում։ Ցերկոմ։ Այո, մեր տեխնացուն ամեն օր հրավերքներ է ստանում տարբեր մեդիա գրուպներից, որպեսզի մասնակցի հարցազրույցի, բայց ես նորից եմ ասում, մեր տեխնացուն հակված չի ամեն օր մեծ մեդիաներում երևա, մեծ շատ կարևոր է համաձայն է, բայց ինքը գործով է անում, մարդը ինքնախնդրում է առանց տեսախցիկների հանդիպի բնակիչների, որտեղ բնակիչները բոլորը խուսափում են խոսել, խուսափում են եւ ինչի մենք մարդուն վնասում Եթե իսկապես խուսափում են խոսելու ուրեմն սիրո եւ աշխարհ եւ ժողովրդավարության խոստումը ծաղկեցավ դա լսելու եթե մենք սիրո եւ համերաշխության ժողովրդավարության երկրում ենք ապրում ապա ինչու ունենք քաղբանտարկյաններ ինչու ունենք ձերբակալված հոգեվորականներ բացառվում է նման կառույց մենք չունենք մեր երկրում գործում է բռնապետություն, բայց ոչ ազատ դեմոկրատական մենք ժողովրդավար երկրում չենք ապրում, մենք ապրում ենք բռնապետական երկրում, որտեղ ստիպում են, որ դու քո կամքին հակառակ անես, որտեղ ստիպում են, որ քո ինքնությունդ մոռանաս, որտեղ ստիպում են քո կրոնը մոռանաս, քո մայրաթորը մոռանաս։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ ենք, այս շատ սպոնտե եւ շատ խանդավառ եւ շատ այսպես ինչպես կսեք դուք ջիգերով այսպես Շնորհակալ եմ։ Որն արտադրության շնորհակալություն հայտնենք ձեզ եւ կմաղթենք հաջողություն բոլոր ձեզ եւ բոլոր ընդդիմադիր ցանկերում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեզ էլ եմ շնորհակալ հրավերքի համար եւ նման ֆորմատով հարցազրույց վարելու համար։ Սիրելի հարգելի իմ հայտարարներ, անկեղծ ասած ես չէի պատկերացնում, որ նման այսպես ջիգարով, այսպես տնավարի հարցազրույց եմ ունենալու, որտեղ դա առաջի անգամ նման ֆորմատով իմ հանդես գալն էր, որը պարոն Պետրոսից ես հրավերք ստացա։ Այո, պարոն չի ուզում, Պետրոսը մեր լիբանանահայ ազատ լրագրող է եւ բլոգեր է, որը ցանկություն հայտնեց եւ ինչպես գիտեք, մեր Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցները չափից շատ հայրենասեր են եւ բոլորը յուրաքանչյուրը ապրում են Հայաստանով եւ Հայաստանի խնդիրներով։ Շաբազանցված գարձիկ է միայն թե որ այդքան գոչելիք մի ռեկլամ արեք, խնդրեմ գոչ ուրեք բաժանորդու իմ Ալիկե Պետիկ Մանուկյան։ Այո, բաժանորդագրվեք Պետիկ Մանուկյան Ալիքին եւ հետեւեք իր լուրերին։ Շնորհակալ եմ Պետիկ ջան, նման հրավերքի համար, նման ֆորմատով հանդես գալու համար, անկեղծ ասած, այո, մեր նպատակը մեկն է, ծառայենք հայրենիքին, ծառայենք, ինչպես զինվորը չի լքում իր խրամատը անկախ հետ նահանջ հրամանի դեպքում, մինչև վերջ պայքարում եւ զոհվել են եռաբլուրը մեր վառ օրինակն է եւ ամբողջ Հայաստանում ցավոք եռաբլուրներ շատ կան։
Նորից խոնարհվում եմ, այսօր այն ամենադաժան, ամենածանր, ամենասարսափելի օրն է, որ յուրաքանչյուրիս անձնական ողբերգության բերեց։ Դա ես մի օր առանցին կանրադառնամ, բայց ուզում եմ խոնարհվեմ բոլոր մեր սուրբ նահատակների առաջ, խոստանանք մեր տղաներին, ովքեր երկնքում են, ովքեր մեզ հանուն մեզ իրենց զրկեցին ամենաթանկից, կյանքը տվեցին հանուն մեզ այսօրվա, հանուն իրենց մենք պարտավոր ենք պայքարել եւ չնահանջել։ Մենք պարտավոր ենք հիշել յուրաքանչյուր ընկած զինվորի 1990-ական թվականներից մինչև այսօր յուրաքանչյուր զոհված զինվորի առաջ մենք պարտավոր ենք խոնարհվել, պարտավոր ենք իրենց պայքարած հայրենիքը կայուն եւ հավաքական պահել։ Սիրում եմ ձեզ, սիրելի ընկերներ, սիրում եմ իմ հողը, իմ հայրենիքը, սիրում եմ իմ բնակչությանը, որին սիրով գալիս եմ ծառայելու, ի բարօրություն եւ ի նպաստ մեր հայրենիքին։ Շնորհակալ եմ համահայկական կուսակցությանը, որ տվեց ինձ նման հնարավորություն մաքուր էջից սկսել քաղաքական իմ արշավը եւ գնալ դեպի հանուն հայրենիքիս ծառայելու։ Իսկ մեր երկրում չափից շատ են խնդիրները, չեմ ուզում հիմա ծանրացնեմ ձեզ այս գիշերվով, բայց ես ուրախ եմ, որ կաք դուք եւ ինձ ուժ եք տալիս, ասեմ, որ ձեր յուրաքանչյուր ջերմ խոսք ինձ ուժ է տալիս պայքարելու եւ չհանձնվելու։ Ինչպես մեր կուսակցության ղեկավարն է աննահանջ մինչև վերջ գրել եւ տվել է հրաման կրակելու, այդպես էլ ես պատրաստ եմ կրակել խոսքովս հանուն արդարության։ Աստված պահապան բոլորիս, լինենք Աստծով, ստեսություն։